Դատարանների շրջափակման, մենք տարեկան բաներ եմ ասում, դատավորին ուրեմն SMS-ով աշխատանքից հեռացնելու, падգամավորի կամքի վրա ներազդելու, էլ դավաճանական են բաները, որ կարա բացահայտվի ու կարծում եմ կբացահայտվի, թե չեմ ասում, ես ասում եմ, մենք ինչ գիտենք, հա, մտնում է եթեր, ասում է, շրջափակում ենք դատարանները, վсё, գնաց 10 տարի։ Հետի ակնհայտ ուրեմն բանա, սահմանադրական կարգի տապալում, դու պարտադրում ես ուրեմն դատավորներին այդ ճանապարհով իրենց աշխատանքից դուրս գալ, ել չեմ ասում, որ SMS ես ուղարկում եւ ԲԴԽ նախագահին հանում ես աշխատանքից։ Մի խոսքով ինքը չի կարողանալու դες մեկ էլ հոп, դա ինքը իմ խորին համոզմամբ երկրից փորձելու է փախնի, եթե գա այդ օրը, հա, ու չի դառնալու, դες մեկ էլ ընդդիմություն է, գա դες ազգային ժողովում բաներ խոսա, փողոցով քայլի բան, չի լինելու։ Ունենալու է ինքը այդ իրավունք, իհարկե ունենալու է։ Այդ էլ ֆիքս ենք, էլի։ Բայց օրենքը թույլ չի տալու։ Մարդը նստածը չի կարա, բայց այն մնացածից տեղ ուրիշ բան էլ կա, այն մնացածն էլ ապե։ Չեն ցրվելու են այո։ Ախպերս իրանք մտածելու են որտե ոնց գնան, որ բանան են, կարանան գոնե մի բան կողացել, կողեն իրանց ապօրինի հարստացումից,